Չի զբաղվի Նիկոլը գեյների վերադարձով։ Հենա ես իր մոտ նստած ասում եմ իր դեմը, տղա թողիշտի իր դեմերեսին էլ ասենք։ Ինքը չի զբաղվելու, բոլորս էլ դա հասկանում ենք։ Ինքը հակառակը ուրախ է, որ այդ մարդկանց գերությանը հանձնվել։ Ինքը մասնակցություն է ունեցել։ Հիմա կասեք, բա ինչի եկեք այստեղ նստել։ Որպեսզի այսպես հնարավորություն ունենամ կարողանամ բարձրաձայնեմ այս ամեն ինչի մասին։ Տունը նստելով չեմ կարողանա բարձրաձայնեմ։ Տունը նստելով բարձրաձայնածս այդքան արդյունավետ չի լինի իշքան որ այստեղ նստելով։ Այս դրա համար եմ եկել այստեղ նստել։ Դրա համար ենք եկել այստեղ նստել։ Ինչ վերաբերում է գերիների հարցին, այո, սա այն նվազագույնն է, որ մենք կարող ենք անել, որպեսզի այդ մարդկանց խնդիրը մոռացության չմատնվի, հասկանում եք։ Այն նվազագույնն է, անշուշտ բավարար չէ, անշուշտ բավարար չէ։ Ես արմատական բան եմ ասում, բայց այո, եթե ես ունենայի հնարավորություն, համարժեք պայմաններ կստեղծեի, որպեսզի փոխանակում կատարվեր մեր գերիների հետ։ Համարժեք միջավայր կստեղծեի, համարժեք պայմաններ կստեղծեի, որպեսզի կարողանանք փոխանցել։ Դա բոլորի համար էլ պարզ է։ Այսօր Ռուսաստանի պես հզոր գերտերությունը իր գերիներին վերադարձնելու համար գերիներով է փոխանակում։ Դերևս այլ միջոց, լավ միջոց մտածված չի, մարդկությունը դերևս այլ միջոց չի մտածել։ Եվ հայությունը դրանից օգտվել է, այդ միջոցը լավ կարողացել է կիրառել։ Վազգեն Սարգսյանը, հա, Եշանգայի շատակ, իրենք լավ կարողացել են այդ ամեն ինչը կիրառել։ Հասկանալի է, որ դա նստածությունով հնարավոր չէ։ Ուղղակի նստածությունը գործիքակազմ է, որով մենք էլ եմ ասում։ Հիմա այստեղ նստած բարձրաձայնում ենք, այստեղ նստած հարցը չենք թողնում, այսպես ասած ջրվի գնա։ Մենք նաև շատ եմ ուզում, որ սա հստակ լինի։ Մեր պահանջները, որ մենք ունենք լայնածավալ ամունիցիայի հետ կապված, համաներման հետ կապված, օրինակ նայրիդի վերագործարկման հետ կապված, թոշակառուների թոշակի կրկնապատկման, կեսաթոշակների կրկնապատկման հետ կապված, ուսանողների խնդիրների հետ կապված, դրանք բոլորը կա։ Մենք որովհետեւ մի պահանջից չենք հրաժարվել եւ առավել ասեմ, մենք հասկանում ենք, որպեսզի Հայաստանը կարողանա հզոր լինի, օրինակ նույն նայրիդը անպայման պետք է շահագործվի։ Չի կարող, ասենք, սպառողական տրամադրություններով եւ ընդամենը ծառայություններ մատուցելով մենք ասենք Ադրբեջանի հետ չենք կարող դիմադրել, առավել ևս Թուրքիայի հետ, հա, այս տարածաշրջանում։ Հասկանալի է, որ այդ ամեն ինչը առաջ շատ կարևոր է եւ ամեն ինչի լուծումը կա, բայց ինչի հիմա հենց գերիներ, որովհետեւ որ այս մարդկանց տանջանքը, այս մարդկանց ամենօրյա տառապանքը, դա մենք պետք է ինչ-որ մի ձևով արտահայտենք այստեղ։ Ինչ-որ մի ձևով պետք է դա այստեղ, այսպես ասած, հնչեղություն ստանա, ինչ-որ մի ձևով։ Իսկ մենք մեր հնարավորությունները այսօր այսպես է, մենք կարողանում ենք աթոռ բերենք, հասցնենք այստեղ աթոռին նստենք, մենք նստածություն ենք կազմակերպում։ Պահանջում ենք, որ իրանք գերիներին ազատ արձակեն։ Երկրորդը մենք պայքարում ենք, որ ոնց ասենք, Արցախը մենք հետ բերենք։ Բայց առաջինը մենք պետք է վերականգնենք մեր արժանապատվությունը, որը այդ իշխանությունը խոցվել է։ Իրանք դավաճանել են, իրանք պետք է հեռանան։ Իմիջիայլոց ասեմ, 2018 թվին էր, այսինքն, որ իրանք եկան, իրենք շատ հարցեր ունենք նաև նախկին իշխանություններին այդ պահով, բայց հիմա մեզ առաջնայինը մենք պետք է ազատագրվենք այս իշխանությունից, թուրքահաճո, անբարո, եւ մենք պետք է անենք այդպես, որ մեր հայրենիքը նորից ազատագրվի։ Ես գիտեմ, որ Նիկոլի Վարգանիշը բացարձակապես ծրո է։ Ես դա հասկանում եմ, որ Նիկոլը, եթե նախկինների վերադարձի հետ կապված ինչ-որ վախեր, մտավախություններ չունենար, Նիկոլը դա չէ շահագործի, բայց ես մի բան եմ ուզում խնդրեմ մեր բոլորին, մեր քաղաքացիներին, մի մտեք այդ օրագարկի մեջ, մի մտեք, դա մեծ թագարտ է, որին գծել են ամբողջ հանրությանը եւ այդ թագարտի մեջ լինելով է, որ Նիկոլը կարողանում է, կարողացավ Արցախը հանձնել, կարողացավ, ասենք, Կիրանցի մի մասը հանձնել, կարողանում է այսօր Սյունիքով ճանապարհներ տալ Ադրբեջանին, պետք չէ թագարտից պետք է դուրս գալ, պետք չի, հայրենիքը ամեն ինչից բարձր է, պետականությունը ամեն ինչից բարձր է, հավատացեք, չարժի մտնել այդ անշուշտ քննադատելու շատ տեղեր կա, բայց մենք իրավունք չունենք
1000 ներողություն իրավունք չունենք այդ կուտ ուտելու, ժողովրդական բառով եմ ասում, 1000 ներողություն որ այս բառն եմ ասում, բայց պետքա մի օր հրաժարվենք դրանից։ Պետքա հրաժարվենք, պետքա հասկանանք, որ մեր արժեքի առջև մեր ծանոթ հայրենիքի մորթում են, որպես մադաղացու մորթում են, ու այստեղ պետքա մենք արտանանք, պետքա հասկանանք, որ մի օր պետքա այս հանցագործների ձեռքը բռնենք, հա։